Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր ուղիղ եթեր վերաբերելու է մեր բոլորի առողջությանը, մի քանի րոպե սպասենք հավաքվեն, ընդամենը ցույց եմ տալու երկու կարևոր նյութ, երկու կարևոր նյութ եմ ցույց տալու մեր իրականության մասին եւ հույս ունեմ, որ աչալուրջ կլինեք ձեր առողջության նկատմամբ։ Մի փոքր սպասենք հավաքվեն։ Այսօր իմիջայլոց այս միտքը ինձ տվեց իմ գործընկերը Արթուր Գրիգորյանը, ճանաչում եք նրան շատ լավ, եւ այո որոշեցի ժամանակ գտնել եւ ժամանակ տրամադրել նաեւ այս նյութին։ Հիմա ինձ շատ զանգեր են գալիս, ցավոք դա խանգարում է կապին, բայց կարծում եմ, որ ներողամիտ կլինեք։ Ինչպես ասում են, դուք եք ընտրել այն մարդկանց, ովքեր որոշում են ձեր ճակատագիրը, այստեղ դա պարտականություն է, դա մեծ պատասխանատվություն է, որը տվել եք նրանց, բայց ես չգիտեմ, նրանց հետաքրքրում է արդյոք բոլորիս առողջությունը, թե չի հետաքրքրում։ Այո, գիտեք, որ ես շատ լավ եմ մեղադրելուց, եւ այստեղ համոզված եմ, որ մեղադրականներ պետք է հնչեն շատ պաշտոնյաների հասցեներին, բայց այսօր այդ մարդիկ կներեք կոպիտ ասեմ շատ քաց ունեն, թե մեր իրողության, թե մեր ապագայի, թե մեր երեխաների ապագայի մասով, իրենց հետաքրքիր է միայն իրենց ներկան, իրենց հետաքրքիր է միայն իրենց երեխաների ճակատագիրը։ Եվ այսպես, էլ չեմ երկարացնում, չեմ ձգձգում, հիմա համոզված եմ նյութը հետո շատերը կտեսնեն։ Սա կոչվում է quality of air, այսինքն օդի որակի գնահատականն է ամբողջ աշխարհում ներկա իրավիճակում։ Մենք տեսնում ենք, գրեթե ամբողջ քարտեզն ենք տեսնում։ Կանաչ գույնով նշված են այն տեղամասերը, որտեղ մաքուր է համեմատաբար օդը, իսկ կարմիրով բնականաբար այն տեղամասերը, որտեղ խիստ օդը աղտոտված է։ Տեսնում ենք, որ օրինակ Եվրոպայում օդը մաքուր է, այս ծրագիրը անդադ բերում է, կփակեմ ոչինչ։ Տեսնում ենք, որ Եվրոպայում օդը բավական մաքուր է, նաև տեսնում ենք, որ օդը մաքուր է, դե լավ էլի։ Նաև տեսնում ենք, որ օդը մաքուր է օրինակ Ամերիկայում, ինչու ոչ, այնտեղ տեսնում ենք օրինակ Չինաստանը բավական լավ վիճակում է, Հնդկաստանը կատաստրոֆիկ վիճակում է, բայց իհարկե այդ բոլոր պետություններից ամենաշատը մեզ հետաքրքրում է մեր երկիրը, մեր հայրենիքը, իմիջայլոց կարմիրը ամենավատը չի նշեմ, ամենավատը ուրեմն մանուշակագույնն է եւ նույնիսկ մենք այս ծրագրով կարող ենք տեսնել, թե Հայաստանի որ հատվածում օդը որքան է աղտոտված։ Եկեք ավելի մոտեցնենք, տեղափոխենք, տեսնում ենք, որ մեր տարածքում, հատկապես Երևանի շուրջ, բավական բարձր թվեր ունենք։ Սա օրինակ ջրվեժի մոտակա տարածքն է, տեսնում եք 228, երբ որ սեղմեմ վրան, գրված է, ջրվեժ պարկ, World Center ջրվեժ պարկ, Wood Center, դա այն մասն է, որտեղ կա նույնիսկ արգելոց, բայց very unhealthy, անչափ վտանգավոր, ոչ առողջարար, առողջության համար վտանգավոր օդ է այնտեղ, օդի աղտոտվածություն կա,
Տեսնենք օրինակ սա Smart City տարածքում է, թվում է թե պետք է որ Smart City տարածքում մաքուր լինի, բայց տեսնում եք գուցե սա պայմանավորված է այնտեղ տեղի ունեցող շինարարությամբ, առինջը, որ մենք միշտ մտածել ենք, այնտեղ կարելի ասել, սեփական տներ են, այս բան չկա մեջ շինարարություն, բայց խնդրեմ առինջի բնակիչները թող տեղյակ լինեն, որ շատ բարձր աղտոտվածություն կա օդում։ Հանգիստ այսպես կարող եք հաթաթ, ես հիմա նաև կկցեմ այս edge-ը եւ կարող եք ինքներդ ստուգել, թե ձեր տարածքում ինչպիսին է, օրինակ Նորքի բնակիչները նույնպես անհանգստանալու կարիք ունեն։ Այսպիսով Հայաստան, հատկապես Երևանում, կոնկրետացնենք, այստեղ նաև Հրազդանի բնակիչները պետք է Ծաղկաձոր ռեստորանի տարածքն է, ես չեմ հասկանում, թե ինչու պիտի ուրեմն Ծաղկաձորում կամ Հրազդանում, այստեղ կոնկրետ Հրազդանի վրա է բերում, օդը այդպես աղտոտված լինի, բայց սա ահազանգ է եւ սա որևէ մեկի շահը չհետապնդող կայք է, այսինքն չեն կարող ասել, թե պատվեր է տվել Հայաստանի Հանրապետությունը, իշխանությունը, պատվեր է տվել ընդդիմությունը, նախանձով նայում ես այլանդակ Բաքվին, որտեղ տեսնում եք օդի աղտոտվածություն գրեթե չկա, դեղինի մեջ են, միջին աղտոտվածություն է, իհարկե հասկանում ենք այս օդի հոսքը, տերմեք չէ, ուղղությունը մաքրում տանում է, բայց մենք ասում եմ, մեզ ինչ, թե Ադրբեջանում ինչ տեղի կունենա, մեզ հետաքրքիր է մեր երկիրը։ Ու իհարկե Երևանի պարագայում նաև խանգարում է Երևանի տեղակայումը, որտեղ մենք գտնվում ենք գոգավորության մեջ, փոսի մեջ է Երևանը կառուցված, ու այս հանգամանքը փաստացի հաշվի չի առնվում այստեղ շինարարության թույլտվության հետ կապված, քաղաքաշինության իրենց վարչությունա կոչվում, ինչա կոչվում դրանց կողմից, դեռ ավելին, այո, ես մեղադրում եմ այն մարդկանց ու այն կանաչապատման պոակակոչվում, ինչա կոչվում, դրանց եմ մեղադրում, որ Երևանի կանաչապատումը սոսկալի վիճակում է եւ մենք գիտենք, որ որքան ծառեր են հատվել։ Միանշանակ ես կողմ եմ նրան, որ հիվանդ ծառերը հատվեն, ավելին է, Երևանում կան նաև թունավոր ծառատեսակներ, որոնք նույնպես պետք է հատվեն, որոշակի կոնկրետ հիմնավորմամբ, բայց չեն անում, երբ որ երթևեկում ես, նայում ես այս կոմենքում, տեսնում ես, որ թունավոր ծառատեսակները բավականին տարածված են։ Կան ծառատեսակներ, օրինակ նշվում է ակացիայի մասին, որ օգտակար այդպես ծառեր չեն, բայց մենք տեսնում ենք, որ ակացիաները նույնպես աճում են, իմիջիալոց նշեմ, որ մանկությունից իմ ամենասիրելի ծառերից մեկն է ակացիան։ Ինչևէ, մենք տեսնում ենք, որ այստեղ կա օդի աղտոտվածություն, որ ես կարծում եմ բոլորս էլ ականատես ենք եղել, թե ինչպես են ահավոր սև գույնի գազ բաց թողում բազմաթիվ մեքենաներ, հիմնականում խոսքը գնում է ծանր մեքենաների մասին, մեծ գաբարիտներով մեքենաների մասին, եւ մի անգամ ինձ բացատրեցին, որ իրենց արտանետած գազերը այդպիսի սարսափելի գույնի, սև գույնի են եւ անտանելի հոտ ունեն այն պատճառով, որ այդ մարդիկ սովորական յուղի փոխարեն արդեն վառած յուղ են օգտագործում։ Հիմա ես դրա մասնագետը չեմ, թող ոչ թե պետական պաշտոնյա մասնագետները, այլ որ պաշտոն չեն զբաղեցնում ու ռեալ մասնագետ են հանդիսանում, այդ մարդիկ մեկնաբան են, շատ ցանկալի է, որովհետեւ այս պարագայում ինչ են անում այդ մեծ գաբարիտներով մեքենաների վարորդները, այնքան որ իրանց փողն աշխատեն, իրենց երեխեքը ես չգիտեմ որտեղ են ապրում, իրենց ընտանիքը որտեղ ապրում, չի բացառում, նաև Երևանում չի ապրում, չեմ բացառում, որ այդ գաբարիտով մեքենաները հատուկ էստեղ մեզ թունավորելու համար, ինչու ոչ, կարան թուրքերը վարեն, կարան, չգիտեմ, այլ ազգիներ վարեն, կամ իրենց պատվերները կատարող հայ ազգի մարդիկ վարեն, ամեն դեպքում այդ մարդիկ եթե չեն հասկանում, որ այդ այլանդակությունը, այդ իրենց 2 կոպեկ շահը ուրեմն վատ ձևով անդրադառնում է հայի առողջության վրա, մեր սերունդների առողջության վրա, ուռուցքածին բազմաթիվ ֆակտորներ է պարունակում, ուրեմն իրանք պարզապես գոյություն ունենալու իրավունք չունեն ու իրանց ընտանիքների հետ
պիտի, չգիտեմ, հա, արտաքսվեն երկրից ու ընդհանրապես այստեղ ապրելու իրավունք չունենան։ Ավելին, այս ամեն ինչը հանդուրժող պատկան կառույցների ներկայացուցիչներն ու աշխատակիցները պիտի դատվեն, որ ի վերջո վերջ չեն դնում այս կատաստրոֆային։ Մենք հաճախ մեղադրում ենք շինարարությանը, այո, շինարարությունը իր տեղը ունի, բայց մենակ շինարարությունով չի։ Կարելի է շատ սիրուն մեղադրել շինարարական կամպանիաներին, բայց այդ նույն շինարարական կամպանիաների համար ուրեմն շինանյութ տեղափոխողները ավելի վատ ձևով աղտոտեն օդը։ Ինչ որ կարմիր գծերը թանկացրեցին, ինչ որ որոշում են օպելների մուտքը Երևան արգել են, ինչ տարբերություն, օպելը կծախի նույն գնի մի հատ ուրիշ մեքենա կառնի, Volkswagen կամ չգիտեմ մի հատ տենց հին մեքենա կառնի, էլի կբերի Երևանը կաղտոտի։ Այնքան հեռու եք քաղաքային իշխանություն, այնքան դուք հեռու եք քաղաքի կառավարումից, այնքան հեռու եք մարդու առողջությունը գնահատելուց ու մարդու առողջության մասին մտածելուց, որ ձեզ թվում է, որ ինչ որ մի տեսակ մեքենաների մուտքը Երևան արգելելով կկարողանաք հարց լուծել։ Այս հարցի լուծումները բոլորովին այլ տեղում են, եւ քանի որ դուք ի վիճակի չեք, ոչ ձեր ունակություններով, ոչ ձեր ցանկություններով ի վիճակի չեք խնդիր լուծել, պետք է իհարկե հեռանաք իշխանությունից։ Եվ խոսքը չի գնում միայն քաղաքային իշխանության մասին, խոսքը գնում է պետական իշխանության մասին։ Այն Փաշինյան Նիկոլ, այդ ոնց է ստացվում, որ այն Ալիևը ռազմական հանցագործ, որ միասին, հա, ինչ արեցիք, իմ գնահատմամբ ռազմական հանցագործ Ալիևը իր երկրի օդը կարող է մաքուր պահի, իր մայրաքաղաքի օդը կարող է մաքուր պահի, իսկ դուք ձեր կիսագրագետ, կիսակրթվածների իշխանությունով այս օրի եք հասցնում մեր երկիրը։ Հիմա ես ուզում եմ մեկ այլ աղյուսակ սանդղակ քարտեզել ցույց տալ, սա որ չասեն Մարինա Խաչատրյանի մտածածն է, International Agency for Research on Cancer, WHO-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքն է, ուրեմն եւ այստեղ ցույց է տրվում քաղցկեղի տարածվածության աստիճան։ Ինչպես տեսնում ենք, այստեղ տեսնում եք, չէ, ամենամուգ կապույտ գույնով ամենաբարձր ցուցանիշներ ունեցող երկրներն են։ Իհարկե կասեք ոնց է ստացվում, որ Ամերիկան, Կանադան, Ավստրալիան եւ եվրոպական շատ երկրներ հենց մուգ կապույտ գույնի մեջ են, ես սա պայմանավորում եմ նրանով, որ այո, քաղցկեղը կա, նաեւ տեսեք Ճապոնիան, որ զարգացած երկրներ են, չէ՞ բոլորը, քաղցկեղը կա բոլոր երկրներում եւ դրա հայտնաբերումն է լավացել, հայտնաբերման մեթոդներ, այսինքն փոքրիկ ուռուցքները կարելի է հայտնաբերել, բայց մենք բոլորս մի տնից չենք, մի հալի ենք եւ շատ լավ գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում ուրեմն քաղցկեղը տեսնում ենք, հա, որ միջին այս երկրորդ տեղում զբաղացնող, երկրորդ տեղի գույնով նշվածն է մեր երկիրը, Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն քաղցկեղի դեպքերն են շատ, այլ նաև առավել վտանգավորն այն է, որ մարդիկ մինչև դանակը ոսկորն չհասնում չեն դիմում։ Այսինքն, եթե մենք նաև այն փոքր քաղցկեղները հայտնաբերենք, ընդհանրապես կտանք թոփը կանցնենք։ Եվ այո, սրա պատճառներից մեկը նաև այս Երևանի աղտոտված օդն է։ Տեսեք, սա Հայաստանի ցուցանիշներն են, տեսնում եք, չէ, Արմենիա, ուրեմն ամենահաճախ իհարկե կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղն է, երկրորդը տղամարդկանց մոտ պրոստատի քաղցկեղն է, սրանք իհարկե սեռով պայմանավորված քաղցկեղներ են, թեև այո, տղամարդկանց մոտ նույնպես կարող է հանդիպել կրծքագեղձի քաղցկեղ, կանանց մոտ բարեբախտաբար պրոստատի քաղցկեղ չի կարող հայտնաբերել, որովհետև մենք պրոստը դա չունենք։ Եվ երրորդ տեղում դա թոքերի քաղցկեղն է, տեսնում եք շատ բարձր ցուցանիշ է, եւ զանգ եկավ, հույս ունեմ կապը չընդհատվեց, ուրեմն թոքերի քաղցկեղն է, երևի թե չի գտնվի մի մարդ, որ չհասկանա, որ մենք թոքերով ենք շնչում այս կեղտոտ օդը, չիմանա դրա մասին, հետևաբար բնական է, որ օդի աղտոտվածությունը բավականին լուրջ դերակատարում ունի։ Եվ գիտեք, անգամ որ մարդ թոքաբորբ է տանում, եւ թոքերի շուրջ օդ կամ հեղուկ է լցվում, դա բերում է շատ լուրջ
խնդիրների մարդու օրգանիզմում, հա, ընդհանուր մինչև թթվածնաքաղցի եւ մահվան կարող է բերել, կախված իհարկե ախտահարման աստիճանից։ Հիմա եթե մենք չենք մտածում օդի աղտոտվածության մասին եւ միջոցներ չենք ձեռնարկում օդը մաքրելու ուղղությամբ, ում եք դուք պետք, հա, եւ նայեք, այստեղ օրինակի համար ես նայեցի վագինայի, այսին հեշտոցի քաղցկեղի աստիճանը, տարածվածությունը ինչքան ցածր է, հա, Հայաստանի Հանրապետությունում, ու դրել են, միասում են արգանդի քաղցկեղ, հեշտոցի քաղցկեղ, տեսեք վուլվան էլ, հա, շատ ցածր է այս քաղցկեղի հանդիպելիությունը, հաճախականությունը Հայաստանում, բայց դրել են մի շուխուր են արել, մի սենց վակցինացնենք, գարդասիլ անենք, այն էլ հիշում եք, գրանտային ծրագրով էր այդ գարդասիլը, բայց երբ որ քաղցկեղը, թոքի քաղցկեղը այսպիսի սարսափելի վիճակում է, ընդ որում հաջորդը նայեք կոլորեկտալ քաղցկեղն է, այսինքն աղիների քաղցկեղն է, որ պայմանավորված արդեն մեր սննդի որակի, ջրի որակի հետ, դրան գուցե հետագայում կանդրադառնամ, ուրեմն այսպիսի սարսափելի տարածվածությամբ քաղցկեղի մասին չի խոսվում, միջոցներ չեն ձեռնարկում, մինչդեռ գնում են ժողովրդին վազացնում են պատվաստանների ու այն պարագային, երբ որ փաստեր կան, թե դրանք ինչ սարսափելի հետևանքների կարող են բերել։ Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, այս երկու սանդղակն էի կարևոր ուզում ցույց տալ, որոնք մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ Գիտեք, այս վերջերս վաղ շաբաթից, որտեղ տեղի ունեցան հերթական ընտրությունները Ավագանում, մի քանի պացիենտ եկան, ովքեր ունեին շատ բարդ հիվանդություններ, որոնք հնարավոր չէ ցավոք բուժել Հայաստանի պայմաններում, այո, Հայաստանի Հանրապետություն ցավոք այդ հնարավորություն չի ընձեռում, դա խոսքը նրա մասին չի, որ ես չեմ կարող հա բուժել, եւ հնարավորություն նաեւ այդ մարդիկ չունեն դուրս գնալու արտերկում հետազոտվելու, ընդ որում արտերկում էլ հարց է իրենց վիրահատություն կառաջարկեն, թե կասեն գնա ապրի ինչքան որ կապրես, ընդ որում երիտասարդ ուրեմն սերնդի ներկայացուցիչներ են ու երբ որ հասկանալի է որ սոցիալապես անապահով եւ երբ որ հարցեցի բա ոնց եք լավ է գոհ եք ձեր իշխանությունից ոնց է գնացիք այս կոմենկոմ դա արդեն որ ասում աշխատանքային ժամից հետո էր քաղաքացիական հագուստով այս մարդիկ հա մենք մեր Նիկոլին ենք ընտրել ԿՊ-ին ենք ընտրել այ երբ որ դու գնում եք ընտրում եք ընտրություն եք կատարում եւ ընտրում եք այն մարդկանց ովքեր ձեր խնդիրները լուծել չեն կարող հետո մի եկեք եւ Մարինա Խաչատրյանի մոտ լացուկոց մի դրեք որովհետեւ այն ժամանակ երբ որ ես բարձրաձայնում էի բազմաթիվ խնդիրներ դուք որոշում կայացրեցիք այդ խնդիրների վրա խաչ քաշել, երբ որ ես խոսում էի Արցախի կորստի, Արցախում սպասվող պատերազմի հետ եղել է դեռ 18 թվին, երբ որ դուք ընտրեցիք Նիկոլ ու ԿՊ։ Այդ մասին էի խոսում, երբ որ ես խոսում էի համավարակների, համաճարակների մասին ու հիմա էլ եմ խոսում սպարս պանդեմիայի մասին, եւ հիմա խոսում եմ օդի աղտոտվածության ու քաղցկեղի տարածվածության մասին, դա սիրելիներս ձեզ չի հետաքրքրում։ Ես անշուշտ շարունակելու եմ խոսել, որովհետև ես պայքարում եմ իմ տեսակը պահպանելու, պաշտպանելու համար, ես դա արել եմ ու անելու եմ, այո, նպատակ չունեմ գալ, պատասխանատվություն վերցնել ձեր բոլորի առողջության համար, եթե իհարկե չլինի շատ լուրջ խնդրանք ու առաջարկ, եւ ես պաշտպանելու եմ իմ տեսակը, ես հույս ունեմ, որ իմ տեսակի ներկայացուցիչները ավելի պրպտող են եւ կհասկանան ու կգտնեն այն բոլոր միջոցները, որով անհրաժեշտ է պաշտպանվել, ուսումնասիրելով նաեւ ինչու ոչ այս քարտեզը եւ գտնելով տեղանքներ, որտեղ որ ավելի ապահով ու անվտանգ է, սակայն ցավոք սրտի բոլորիդ ուզում եմ տեղյակ պահել, որ Պրոբլեմ ունենք նաև սննդի ոլորտում եւ ինչ որ մի տեսչական կամ ինչ որ չգիտեմ պատասխանատու կառույց ցավոք դրանով չի զբաղվում Հաջորդը խնդիր ունենք ջրի հետ կապված, որովհետև նաև գիտեք Ադրբեջանը Սևանի վրա աչք է դրել, այնտեղ շատ մոտ են իր զորքերը մեր Սևանին
ինչու ոչ ունենք բազմաթիվ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիներ Հայաստան, որոնք որ չեն վարանի որևէ դիվերսիոն գործողություն իրականացնել, իսկ առանց ջուր, եթե առանց հաց կարող են գոյատևել խոտ մոտ ուտելով, առանց ջուր չենք կարող, որտեղ այդ նույն խոտը ջրվում է այդ ջրով։ Մեզ չի փրկելու նաև հանքային ջուրը, որովհետև գիտենք, որ նաև ջերմուկի վրա են կանգնած, այսինքն այս մարդիկ հստակ ստրատեգիական ծրագրով եկել են, կանգնել են այն տեղանքներում, որը որ մեզ համար կենսական է, եւ կմեռնեմ, բայց դա գաղից մեջ էլ կքննադատեմ ԱԱԾ-ին, որ այս հարցերի վրա ուշադրություն չի դարձնում, կամ եթե ուշադրություն է դարձնում, այնքան չկա, որ այս հարցերը լուծի, եւ ես ասել եմ, չէ՞ որ ԱԱԾ-ի շենքը շատ շուտով Բարդելի պետքա վերածվի, այդ կառույցը ընդհանրապես պետք է քանդվի, որովհետեւ անգործունակ ու անպետք կառույց է։ Իդեպ այս մասին խոսելիս հիշեցի թեմային չի վերաբերվում, բայց պետական անվտանգության հարցը ինչու ոչ, նաև եկեղեցու վրա հարձակումը եւ նայել եմ, ամեն դեպքում ինչ որ գտա, ինչ որ պաչիկ-պուչիկներ էին Սրբազանի իբրև թե սեռական ոտնձգությունների հետ կապված, ինչ որ ինձիմ տեսանյութ է, անկեղծ ասած ես այդտեղ ճանաչեցի ոնց որ թե մեր կուրսի Սուրենչիկն է այդ վիդեոյում, ոչ թե Սրբազանը, եւ ես չեմ հասկանում, թե մարդիկ օրինակ ինչ են մտածում այդ մարդու վրա, որովհետև ավելի շատ ինձ հիշեցնում է մեր կուրսի Սուրենչիկը, ավելին, սիրելի հայրենակիցներ, դուք տենց էլ դաշ չքաղեցիք, որ երբ որ բացահայտվեց, որ գեներալ Մանվելի ոչ այդ մարդուն ոչ ճանաչել եմ, ոչ ճանաչում եմ, որտեղ մահացավ, բայց այդ մարդը երկրի պահողներից մեկն էր, ու դուք եթե այդքան մենք բոլորս, եթե այդքան չկանք, որ գնահատենք այդ մարդու արածը ու բերում ենք ինչ-որ թուլամորթների ու թուլակամների մեր երկրի իշխանության, ուրեմն մեր հալն էլ սա պիտի լինի։ Ու այդքան խելք պետք է ունենանք, որ հասկանանք, որ տեսանյութերը սարքած էին, հիմա այս տեսանյութը նույնպես շատ հանգիստ կարող է սարքածնել ու ձեզնից յուրաքանչյուրը շատ լավ է հասկանում ու տեսնում է Facebook-ում թե մնացածում, թե AI-ով, արհեստական ինտելեկտով, ինչպիսի տեսանյութեր կարելի է ստեղծել, ու այդքանից հետո եթե որևէ մեկը ինչ-որ գնում է, չգիտեմ, ինչ-որ աղանդավորական կազմակերպություններում, ես այս մարդուն չեմ ճանաչում։ Ուղղակի ես ավելի կոնկրետ ասում եմ, որ ավելի մեծ հավանական է, որ դա լինի իմ կուրսի Սուրենչիկը, քան թե կամ այնտեղ քերակինա, չգիտեմ ինչա, ինչ իմացան քերակինա, վրան սենց բանով հերվից սենց մեծանում է գրում է քերակի, թե ինչա գրում, հա, իմ կուրսի կարա Սուրենչիկը լինի, իր կնգահետ, հիմա ինչա իրավունք չունի պաչիկ-պուչիկ անելու, կամ դուք հասկանում եք, որ եթե նման տեսանյութեր են իբրև թե իրապես տեսագրվում, ձենց յուրաքանչյուրի տանը հանգիստ տեսագրություն կարա լինի, դե գնացեք նստեք ձեր տելևիզորի առաջ, ձեր համակարգչի առաջ, չգիտեմ, ձեր դուշում, ձեր զուգարանում, ինչով ուզում եք զբաղվեք, իմացեք, որ մեծ եղբայրը հետևում է ձեզ։ Այսպիսի վիճակի եք բերել դուք երկիրը, որ յուրաքանչյուրից ընտանեկան, անձնական, սեռական կյանքը այլևս անձեռնամխելի չի, որ յուրաքանչյուրը չունեք ազատ ապրելու, օդ շնչելու իրավունք, հա, ձեզ կարան խեղտեն, այս կեղտոտոթով, դուք ինքներդ կարող եք ձեզ խեղտել, խնդրեմ, ցուցանիշը բարձրացավ, հա, ձեզ կեղտոտոթով կարող եք խեղտել ու չմտածել, որ ձեր երեխան վաղ մյուս օրը ուռուցք է ունենալու ու դուք այդ ուռուցքի տակից դուրս չեք գալու։ Ու ոչ էլ պետքա ոչ Նիկոլին, ոչ մեկ այլ մարդուն պետք չի մեղադրել, առաջին հերթին մեղավորները մենք ենք, որ այս ամեն ինչը հանդուրժում ենք։ Ու այո, կատակ էինք իհարկե արել բողոքողների կուսակցությունը, ինչ վատ է, որ այնքան խնդիրների շուրջ կարելի է բողոքել ու խնդիրներ բարձրաձայնել, բայց ով է լուծողը։ Լուծողը պետք է մենք լինենք։ Ու ոչ մի հույս, ոչ մի չգիտեմ ինչ չդնենք, եթե դուք գնացել եք, օգնություն եք վերցրել, փող եք վերցրել, որ գնաք այս կամ այն քաղաքական ուժին ընտրեք ու 5 տարի ձեր մասին մոռանան, գնաք էլի աղքատ, անտուն, անտեր, հիվանդ ապրեք, միակ մեղավորը դրա դուք եք ու միշտ հիշեք, քաղաքագիտության օրենքն է, եթե դուք բան որոշեիք, ձեզ ընտրելու իրավունք չէին տա։
Այնպես որ այս ֆարսը, որ չեք էլ հասկանում, չեք էլ ուզում հասկանալ, ձեր գլխին ջարդում եք դուք, մեր գլխին ջարդում ենք մենք։ Ու ես այո, բողոքում եմ ու պարտադրում եմ քաղաքային իշխանության տեր կանգնել այս օդին, ես չեմ ուզում այս կեղտոտ օդը շնչել։ Հատկապես ոնց ես նայում եմ այս քարտեզին, ես բնակվում եմ այնտեղ, որտեղ օդը կատաստրոֆիկ կեղտոտ է, ու ես պահանջում եմ, որպեսզի այս օդը մաքրելու միջոցներ ձեռնարկեմ, պետքա բերեք ֆիլտրեր կանգնացրեք, այ քեզ բան, այդ իմ խնդիրը չի։ Ես հարկեր եմ վճարում, դուք էլ այդ հարկերից փող եք ստանում, գույքահարկով ամեն ինչով ես վճարում եմ։ Ուրեմն դուք պարտավոր եք իմ օդը, քաղաքի օդը մաքուր պահել։ Ոչ թե օպելներին հանեք քաղաքից շպրտեք դուրս, այլ այն մեքենաների վարորդներին ձերբակալեք, կալանավորեք, դատեք, ովքեր ուրեմն տենց վառած յուղով մեքենա են քշում կամ այլ, չգիտեմ, ֆիլտրներն են հանել, ծախել կամ չգիտեմ ինչ են արել, որ արտանետում է իրանց մեքենան տենց, ես երևի կարամ ենթադրեմ իրանք էլ են արտանետում տենց թունավոր օդեր։ Ու այդ օդը գնացեք ուրեմն հետևներից շնչելով մանեք, եթե դուք որևէ քայլ չեք ձեռնարկում այս խնդիրը լուծելու ուղղությամբ։ Հազար ներողություն բան է, ես այդ մի երկու թիթիզ հարց լուծելով չեն լինում քաղաքային իշխանություն։ Գլոբալ հարցեր լուծեք, չեք կարում գնացեք թող լուծողները գան։ 100% կան այդ լուծողները։ Պրոստը մնում է այս իմ երկրի ժողովուրդն ու այս իմ հայրենակիցները հասկանան, թե ովքեր կարող են լինել այդ լուծողները։ Բոլորիս լավ մտածելու ունակություն ուրեմն մտածելու հնարավորություն տվող օր եմ մաղթում։